Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մոսկվայի ու Բրյուսելի արանքում ինչպես դիրքավորվեց Երևանը անցնող տարվա ընթացքում, Հայաստան արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին չհայտարարեց, փորձեց դիվերսիֆիկացնել այն, բայց Մոսկվայից տարվա ընթացքում Մոսկվայից պարբերաբար հիշեցրեցին, ինչ որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության ու Եվրասիական տնտեսական միության միջև։ Մենք բազմիցս ենք ասել այս մասին, կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներին անհամատեղելի է։ Որ միաժամանակ երկու միավորներին անդամակցել հնարավոր չէ, Փաշինյանն ինքն էլ հաստատեց, բայց ասաց, թե Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց նպատակ է Եվրամիության անդամ դառնալը։ Մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետքա որոշում կայացնել, բայց այսօր այդ կետը չի։ Այսինքն այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն երբ որ կգա այդ որոշումը կդառնա, որ եկել ենք հասել ենք այդ կետին, եւ պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք որոշումը։ Ռուսական կողմից էլ արձագանք եղավ։ Դեսպան Կոպիրկինն ասաց, Ռուսաստանը հետևում է Վաշինգտոնում հայտարարված Թրամփի ուղի միջազգային խաղաղության ու բարգավաճման համար հայ-ամերիկյան նախաձեռնության շուրջ զարգացումներին։ Դիվանագետն ասաց նաև ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին միաժամանակ անդամակցությունը հնարավոր չէ։ Բրյուսելում ակնկալում են, որ Հայաստանը կմիանա հակառուսական պատժամիջոցներին, իսկ նման քայլերի հնարավոր տնտեսական հետևանքների մասին Եվրամիությունում բավարար չափով չեն մտածում։ Իսկ Բրյուսելում տարեվերջին ստորագրված Եվրամիություն-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը ցնցումների մեջ գցեց Ադրբեջանին, բողոքեցին, հակասում է Ադրբեջանի այդ խաղաղության օրակարգին։ Իբր այդ խաղաղության օրակարգը բերել եզրագծին էին հասցրել, օրական մի վերջնագիր սեղանին դնելով։ Եվ ահա այս փաստաթուղթը խանգարեց։ Տասնյակ անգամ Երևան-Բաքու, Բաքու-Երևան ճանապարհը կտրած խաղաղության փաստաթուղթը օվկիանոսից այն կողմ էլ հասավ։ Վաշինգտոնում նախաստորագրվեցին, նույնիսկ ու հիմա տարեվերջին արտգործնախարար Միրզոյանը հայտարարում է Երևանի ու Բաքվի միջև կան հարցեր, որոնց շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն հասել։ Բաքուն հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պահանջում է փոխել սահմանադրությունը։ Արտգործնախարար Միրզոյանը չլուծված խնդիրների շարքում ֆիքսում է հենց այս հարցը, պնդելով, թե այդ օրակարգի շուրջ Բաքվի հետ բանակցություններ չկան։ Պետք է սա ավարտվի ստորագրմամբ եւ հետո ավերացմամբ։ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում։ Իսկ մինչ այս Ադրբեջանի արտգործնախարարը մի պայման էլ դրեց սեղանին Թրիփ նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը։ Իսկ որ Թրիփի կամ Զանգեզուրի միջանցք ասվածի վերաբերյալ էր Երևանն ու Բաքուն վերջնական համաձայնության դեռ չեն եկել, անցած ամիս հայտարարեց նաև Թուրքիայի արտգործնախարարը։ Ֆիդանն ասաց, մութ հարցեր կան, ով է այն շահագործելու, ովքեր են լինելու գործընկերները։ Ասել է, թե կուտակված են հարցերը։ Իսկ խաղաղության Նոբելյան մրցանակի ձգտող Թրամփը պնդում է, թե խաղաղությունը հաստատվել է։ Նա Ֆլորիդայում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպմանը պատմել է, թե ինչպես է Պուտինը զարմացել, որ ինքը կարգավորել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Պուտինն ասաց, թե չի կարող հավատալ, ինչպես ԱՄՆ-ն կարգավորեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, երբ իրենք դա փորձում էին անել 10 տարի։ Ես բառացիորեն կարգավորեցի հակամարտությունը մեկ օրվա ընթացքում։ Ես երկուսին էլ ասացի, որ մենք կդադարեցնենք առևտուրը, այլևս ոչ մի առևտուր, ապա ես սահմանեցի 200% մաքսատուրքեր։ Տեղյակ չէ, արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը այստեղ կուտակված խնդիրներից Վաշինգտոնում ասում էր, թե եթե հարցեր լինեն, ինձ զանգահարեք։ Մինչև կպարզվի, թե երբ է Փաշինյանը զանգելու Թրամփին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Կոսը դեկտեմբերի սկզբին Բրյուսելում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ հանդիպումից հետո խոստացավ աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին, ապա նաև շեշտեց Թուրքիան Հարավային Կովկասի միջերկրածովյան եւ Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այստեղ ամենևին չհիշեցել թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիայի մասին 2020-ի 44-օրյայում։ Խաղաղությունն այս տարի էլ չեկավ։ Էլջեքջյան ընտանիքի կյանքը կանգ է առել 2020-ի նոյեմբերից։ Արդեն 5 տարի նույնն են նրանց ցերեկներն ու գիշերները։ Իրար նման օրերն են գլորում, միայն հույս ու հավատ փայփայելով, որ մի օր կրկին տեսնելու են Վիգենին, ամենասիրելի ամուսնուն ու հայրիկին։ Վիգեն Էլջեքջյանին ադրբեջանցիները գերեվարեցին Շուշիում, այն ժամանակ, երբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդներն արդեն ստորագրել էին եռակողմ հայտարարությունը, դադարեցնելով պատերազմը։ Վիգենը տուն էր դարձել վերցնելու իրերը։ Հիմա Բաքվի բանտում է։ Ալիևի դատարանը մի հերթական շինծու հնարովի գործով նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Անցնող տարիների ընթացքում առնվազն 3 անգամ Վիգենը ստիպված է եղել դիմել ծայրահեղ քայլի հայտարարելով հացադուլ։ Սկզբում ադրբեջանցիները նրան արգելել էին կնոջ հետ խոսել արաբերեն, հետո առհասարակ զանգել նրան։ Երրորդ անգամ շուրջ 40 օր Վիգենը հացը բերան չտալով աշխարհի ուշադրությունը հրավիրելով Բաքվի զնդան հալածվող հայերի վրա։ Կարմիր խաչի միջազգային պատվիրակներին Ադրբեջանի իշխանությունը վտարել էր երկրից մենմենակ մնալով անզեն հայերի հետ։ Խոշտանգումների աղաղակն ընկավ բանտ։ Այդ ընթացքում հայ գերիները ամսական միայն 1 զանգի հնարավորություն ունեին։ Վիգեն Էուրջեկչյանը փոխանցել էր անտանելի ցավեր ունի, բայց ադրբեջանցիները օգնություն չեն ցուցաբերում։ Սա վերջին տեղեկությունն էր, որ ուներ ընտանիքը։ Բաքվից միայն օրեր առաջ զանգեցին 3 ամիս հետո, միայն 3 րոպեով։ Այդ զանգը շատ կարճ էր։ Մոտ 3 րոպեների ընթացքում նա միայն կարողացավ ինձ ցույց տալ, թե որքան ուրախ է ինձ հետ կրկին խոսելու հնարավորությունն ունենալու համար։ Մենք գրեթե ոչինչ չխոսեցինք, ես չէի ուզում, որ նա տխրեր։ Բնականաբար հասկանում եք ինձ։ Չնայած իրավապաշտպանների այդպես էլ չխլացող կոչերին, հայ-ադրբեջանական Ամերիկայի նախարարության կուլմինացիան այդպես էլ կես բառով նույնիսկ չանդրադարձավ հայ գերիների խնդրին։ Օգոստոսյան գագաթնաժողովում նրանց միայն 1 անգամ հիշեցին, այն էլ առանց Պատանդարու Ալիևի ներկայության։ Թրամփն էլ Հայաստանի վարչապետին ասաց, թե կխնդրի Ադրբեջանի նախագահին իր ձևակերպմամբ ազատ արձակել 23 հայ քրիստոնյաների։ 35 անգամ տարվա չորզակացումներ են վերագրվում ու ավելի շատ ընդհանրական է հնչեցվում, այդ թվում է ընդգծելով Հայաստանի որպես պետության դերը։ Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը։ 4 ամիս անց պարզ չէ, խնդրեց Թրամփը Ալիևին, թե ոչ 23 հայերի թվում ի դեպ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության 8, այնպես էլ քաղաքացիական անձինք եւ ռազմագերիներ, որոնք գերեվարվել են 2020-ի պատերազմի ընթացքում կամ դրանից հետո։ Մասնավորապես 8-ը գերեվարվել են 2023-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ 2025-ին շինարարությունը Հայաստանում աճել է 28%-ով։ Այս ցուցանիշը էականորեն ազդել է երկրի տնտեսական աճի վրա։ Շինարարությունը շարունակում է մնալ տնտեսության շոկեքարշերից մեկը իր մուլտիպլիկատիվ էֆեկտով։ Այդ դաշտի զգալի հատվածն էլ բնակարանաշինությունն է եկամտահարկի վերադարձի ծրագրով։ Ճիշտ է, այս տարվա ընթացքում կային կանխատեսումներ, որ նորակառույց բնակարանների առաջարկը գերազանցում է պահանջարկին եւ լճացում է նկատվում։ Ըստ այդմ շուկայում գրանցվելու է գնանկում։ Մենք անընդհատ մեր վերջին երևի 4 հաշվետվության մեջ առնվազն խոսել ենք պոտենցիալ հնարավոր գների անկման ռիսկի վերաբերյալ, բայց բարեբախտաբար այս պահին մենք ինչ որ տեսնում ենք, մենք ունենք մի իրավիճակ, որ գների անկումը եթե նույնիսկ կա, ապա ինքը շատ չափավոր է ու տեղի ունենում կանխատեսելի հանդարտ հետագծով։ Դեռ հակառակը կենտրոնական բանկի վերջին տվյալների համաձայն բնակարանները սկսել են թանկանալ։ Ըստ այդմ 2025 թվականի 3-րդ եռամսյակում բնակելի անշարժ գույքի գները նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 5.5%։ Բնակարանների գներն աճել են 2%, իսկ բնակելի տների գները 18.6%։ 2025 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է բնակելի անշարժ գույքի առուվաճառքի 7113 գործարք, շուրջ 215 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Խոսել ենք մի քանի մեծ կառուցապատողների հետ ու տեսնում ենք, որ այդ մեծ կառուցապատողների մոտ օրինակ գնման գործարքները բավականին լավն են։ Այսինքն իրանք կարողանում են բնակարան վաճառել։ Կա կարծիք, սակայն, որ անշարժ գույքի գները արհեստական են պահվում բարձր մակարդակի վրա եկամտահարկի վերադարձի ծրագրի շնորհիվ։ Այսինքն քաղաքացիներին ձեռնտու է նույնիսկ բարձր գնով նորակառույց բնակարանների ձեռքբերումը, զուտ այն պատճառով, որ տոկոսների մի մասը կամ ամբողջը փոխհատուցվում է եկամտահարկի վերադարձով, բայց երկրորդային շուկայում եւ եկամտահարկի վերադարձի ծրագրերում չընդգրկված նորակառույցներում առևտուրը ակտիվ չէ։ Վարձակալության գներն էին նվազել եւ պահանջարկներ նվազել, եթե խոսենք երկրորդային շուկան եւ Երևանի մասին, որոշ չափով գործարքային գները նվազել էին։ Մյուս կողմից իրականում կար չսպառված պահանջարկ, որովհետեւ երկար ժամանակ մարդիկ լսելով այդ նորությունները եւ տարբեր ազդակներ ստանալով, որ շուկան նվազում է, մարդիկ գնումներ չէին կատարում, նույնիսկ կենցաղային պահանջներով։ Այդ դեպքում ինչպես են տարեվերջին փոփոխվել վիճակագրական տվյալները։ Մասնագետները նշում են, որ քաղաքացիների վերաբերմունքը անշարժ գույքի շուկայի նկատմամբ փոխվել է օգոստոսին Միացյալ Նահանգներում հայտնի համաձայնագրի ստորագրումից հետո։ 25 թվականին մոտավորապես տարբեր գնահատականներով առաջնային շուկայի ծավալը գործարքների քանակը մոտ 30%-ով նվազել է։ Մինչդեռ
Գների վերաբերյալ չեմ կարող հստակ տեղեկություն ասել, բայց այլ տենդենս տեղի ունեցավ, այլ իրավիճակ տեղի ունեցավ, ֆենոմեն, որը պայմանավորված էր հայկական շուկայի կառուցապատողների եւ բանկերի որոշակի ջերմությամբ արագ ադապտացան տվյալ իրավիճակին։ Կա կարծիք, որ արցախցիներին փոխանցվող բնակարանների ձեռքբերման հավաստագրերը եւս արհեստական բարձր մակարդակի վրա են պահում անշարժ գույքի շուկայի գները, այսինքն ձևավորվում է մեծ պահանջարկ, որից օգտվում են վաճառողները եւ սահմանում հնարավորինս բարձր գներ երկրորդային շուկայում։ 2026-ի հունվարի 1-ից 65 տարեկանից բարձր տարիք ունեցողները պետք է որ ֆիքսեն փոփոխություններ իրենց կյանքում։ Պետությունն ամբողջությամբ փոխհատուցելու է նրանց բժշկական սպասարկումը։ Դե պետություն ասելով նկատի ունենք մեզ աշխատող մարդկանց, որոնց աշխատավարձերից պահումներ են կատարելու ապահովագրական ֆոնդն անհրաժեշտ միջոցներով ապահովելու համար։ Կառավարության ներկայացուցիչները հավաստում են, որ փոխհատուցվելու են ոչ միայն շահառու խմբերին անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, այլև դեղամիջոցները։ Մենք ոչ թե դեղի ֆիրման ենք ասում ենք, այսինչ բրենդի դեղը, մենք դեղանյութը, որովհետև ասենք օրինակ կա անալգին, կա 100 ֆիրմա արտադրում է անալգին։ Մենք անալգին դեղանյութն ենք ֆինանսավորում եւ ոչ թե ասենք արտադրության երկիրը, որովհետև բնության մեջ սկզբունքորեն անալգինը։ Ինչպես թթվածինը, ջրածինը։ Այսինքն փոխհատուցվելու է ազդող նյութը, որից տարբեր անվանումներով կարող են արտադրել տարբեր ընկերություններ, եվրոպական, ամերիկյան եւ ասիական։ Դրանց գներն էլ կարող են միմյանցից բավականին տարբերվել։ Խնդիրն այն է, որ մեր դեպքում ընտրվելու է ամենամաչելի օրինակը եւ փոխհատուցվելու է հենց դրա արժեքը։ Կա օրինակ ռուսական կամ ուկրաինական, բելարուսական արտադրության պարացետամոլ, որը արժի, չգիտեմ, 200 դրամ, 10 կոճակը, նույն պանադոլը, որը որ պարացետամոլն է, հա, արժի 1000 կամ 1500 դրամ։ Ոնց է ստացվում, որ 5 անգամ թանկ է։ Այսինքն նույն ազդող նյութով դեղերի միջև կա էական որակական տարբերություն։ Հարցն այն է, թե ինչպես է օրգանիզմում տարածվում ազդող նյութը, որ օրգանների վրա է ազդում եւ ինչպես է դուրս գալիս օրգանիզմից։ Սա լուրջ լաբորատոր հետազոտություններ են միայն ցույց տալիս, որոնք Հայաստանում հիմնականում չեն անցկացվում։ Ռուսական պարացետամոլը միանգամից կարող է ազդի, մյուսները խմում են նույն պարացետամոլ, օրինակ եվրոպականը միանգամից չազդի, բայց ինչու այն, որը որ միանգամից ազդում է, կարող է այլ օրգանների համար, օրինակ ջերմությունը իջացնի, բայց այլ օրգաններին վնաս տա, բայց մյուս պարացետամոլը, որը որ ավելի մեղմ է, հա, նրա վնասակարությունը ավելի քիչ է լինի։ Մենք ասում ենք շատ լավ, այն պետության որոշված դեղի կամ հիմա երևի մի քիչ ավելի շատ գումարը կտանք ձեզ, դուք ուզում եք ուրիշ դեղ ունեք հնարավորություն կամ ցանկություն ավելացրեք ձեր կողմից եւ գնացեք վերցրեք այդ դեղը։ Մենք քաղաքացիներին բոլորին նույն վերաբերմունք ենք ցուցաբերում, ասում ենք մենք այդ դեղի համար տալիս ենք այսքան փող։ Այստեղ մի խնդիր եւս կա, իսկ ինչ են անելու առողջապահության ապահովագրության համակարգի այն շահառուները, որոնց համար նշանակված դեղամիջոցները Հայաստանում չկան, այսինքն կան, բայց լեգալ չեն վաճառվում։ Մեր պետության նման պետությունում պետք է մոտավորապես մի 8000-9000 անվանում դեղորայք լինի, բայց Հայաստանում գրանցված է 3500 թե 3600 անվանում դեղորայք։ Մնացածը արդեն սկսում է սև շուկայով, ասում եմ հիմա եթե դու նշանակեցիր, այսինքն պետք է պացիենտը գնա դեղատնից առնի, հետո դրանք փոխհատուցվի, ճիշտ է, հա։ Հիմա ինքը չի կարա դեղատնից այդ դեղը պաշտոնապես առնի, որ դու հետո պետությունն էլ փոխհատուցի էդի։ Այս խնդրի լուծման համար մասնագետները բազմիցս առաջարկներ են արել կառավարությանը։ Հարցն այն է, որ Հայաստանում դեղերի գրանցման վճարը բավականին բարձր է եւ դեղ ներկրողների համար ոչ ձեռնտու բազմաթիվ նոր դեղամիջոցների գրանցման process-ը կազմակերպելու համար, այնպես որ առողջապահական ապահովագրությունից օգտվողների համար այս խնդիրը շարունակելու է մնալ չլուծված։ Ծնողների համար արդեն ծանոթ իրավիճակ է, երբ երեխան վերցնում է հեռախոսը մի փոքր խաղալու, բայց հայտնվում է անverջ սկրոլի մեջ, որտեղ անհետանում է ժամանակի զգացողությունը եւ սկսում է գործել կախվածության մեխանիզմը։ Եթե ծնողը հեռախոսը չվերցնի երեխայի ձեռքից, նա կարող է ամբողջությամբ կորցնել ժամանակի զգացողությունը, ասում է հոգեբանն ու հավելում. գոնե պետք է գործեն ժամային սահմանափակումներ, որ կախվածություն չառաջացնեն։ Ներևս չափածուցված անգամ բան կա, որ հետազոտություններ, դերքնում է հետազոտություններ, որ նորագոյացություն առաջանում անգամ ուղեղում։ Եվ ոնց է մարդը սովածանում կամ ծավալում եւ այլն, նույնը այդ process-ին մասնակցելու ոնց որ բան է, պահանջմունք առաջանում մարդու։
Արդեն իր համար բովանդակություն եւ այլն էլ էական չի լինում։ Էականը process-ին մասնակցելը կամ այդ սայթում լինելը կամ խաղալը կամ մյուսել։ Ու մինչև ծնողները փորձում են գտնել իրենց երեխաներին պաշտպանելու տարբերակներ, որոշ երկրներ սկսել են խնդիրը կարգավորել պետական մակարդակով։ Օրինակ, Ավստրալիայում դեկտեմբերի 10-ից սոցիալական հարթակները պարտավոր են քայլեր ձեռնարկել, որպեսզի 16 տարեկանից փոքրերը չկարողանան օգտահաշիվներ բացել կամ օգտագործել։ Կառավարության տվյալներով սա աշխարհում առաջին նման քաղաքականությունն է։ Այսպիսի մի լուծում էլ Դանիայի կառավարությունն է ձեռնարկել։ Այստեղ նախատեսվում է 15 տարեկանից փոքր երեխաների համար սահմանափակել սոցցանցերի հասանելիությունը։ Ծնողները կարող են թույլատրել, որ երեխաները 13 տարեկանից սկսած օգտվեն սոցցանցերից, սակայն միայն հատուկ գնահատման գործընթաց անցնելուց հետո։ Կառավարությունը մտահոգված է, երեխաները բախվում են վնասակար բովանդակության եւ հոգեբանական ճնշումների։ Խնդիրը ուղղակի այն է, որ ծնողները երեխաների հետ բավարար չեն շփվում եւ չեն զգուշացնում ցանցային վտանգների մասին։ Խնդիրը այն է, որ թվային գրագիտության բավական պատրաստվածություն երեխաները չեն ասում եւ մենք դրա հետևանքով մեծ թվով դեպքերի ենք ականատես լինում, երբ երեխաների օգտահաշիվներն են կոտրում, հետո սկսում են ծանոթանակի ենթարկել, օնլայն բուլինգի են ականատես լինում։ Փորձագետի կարծիքով ժամանակի ընթացքում նման պահանջները կարող են տարածվել նաև ինտերնետային ծառայություններ մատուցողների եւ բովանդակություն տարածողների վրա։ Երեխաների հարցը սակայն մնում է բաց, արդյոք դրանք կաշխատեն, երբ ալգորիթմներն ու առցանց միջավայրը շարունակում են մնալ նույնքան գրավիչ, իսկ վերահսկողությունը նույնքան դժվար։ Այբենարանում կիրառվող QR կոդը եկող տարի կվերացնեն ու կվերականգնեն Մեսրոպ Մաշտոցի նկարը։ Կրթության նախարարը օրեր առաջ հայտարարեց, որ համաձայն է այն քննադատության հետ, որ որևէ բան չէր կարող խանգարել ունենալ Մաշտոցի պատկերը դասագրքերում տպված։ Միևնույն ժամանակ Անդրեասյանը նշել է, որ Մաշտոցին թաքցնելու միտում չեն ունեցել։ Ոլորտի փորձագետների համոզմամբ սա կրթական գերատեսչության հետքայլն է հանրային ճնշման արդյունքում։ Ընդհանրապես այդ դասագրքաստեղծման ամբողջ process-ը մեր կրթական համակարգում այդքան էլ չի կայացել։ Ցավոք սրտի վերջին տարիներում կան շատ լուրջ մասնագետներ, որոնք բոյկոտում են դասագրքերի մրցույթների մասնակցելը։ Մասնագիտական հանդրույթի տեսակետ է նախարարությունը պետք է հաշվի առնի, գործիքական ստեղծի իրենց տեսելու, իրենց արդյունքը հարգելու, կարծում եմ պետք է կոնսենսուս լինի նախարարություն եւ մասնագիտական հանդրույթ։ Կրթության փորձագետները սակայն պնդում են, առաջին դեպքը չէ, որ դասագրքերում տարատեսակ բացթողումներ ու կոպտագույն սխալներ են հանդիպում։ Այս անփութությունը ըստ փորձագետների պարբերաբար բախվում ենք դասագիրք գրելու սեղմ ժամկետների պատճառով։ Դրանք պետք է առնվազն 1-2 տարի մշակվեն։ Ստուգվում են այսպես ոտքի վրա եւ արդյունքում ունենում ենք այս վիճակը։ Մենք ավելի լավ է չափորոշիչները փորձարկելու փոխարեն փորձարկեինք դասագրքեր։ Իբր պետքա տարբեր տեսանկյուններից նայեն։ Բազմաթիվ սխալներ այդպես էլ չեն կանխարգելվում։ Կրթության մյուս փորձագետն էլ նկատում է, ճիշտ կլինի, որ դասագրքերը գնահատող հանձնաժողովների աշխատանքը մրցույթից հետո հրապարակային դառնա։ Այդ դեպքում հնարավոր է ավելի զգոն ու ուշադիր լինել։ Փորձաքննական հանձնաժողովի կազմը սկզբից մինչև վերջ պահում է գաղտնի մրցույթից առաջ էլ փորձաքննությունից առաջ էլ հետո էր։ Այդ հետոն չպետք է գաղտնի մնա, որպեսզի մասնագետները իրենց հարցերը կարողանան ուղղել։ Հասարակությանը պարտավոր տրելեն պատասխաններ տալ, թե ինչու են փորձաքննության արդյունքով տվյալ դասագրքերը անցկացել կամ այդ սխալների պատասխանատվությունը արդեն իրենց վրա կմնա եւ իրենք հաշվետու կլինեն հասարակությանը։ Փորձագետները նկատում են ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ շատ հաճախ անտեսվում են ոլորտային մասնագետների դիտարկումները, իսկ հանրային արձագանքը դառնում է միակ գործոնը, որի արդյունքում սկսվում են փոփոխություններն ու շտկումները։ Մասնագետների գնահատմամբ այբենարանների շուրջ առաջացած այս փոփոխությունը հերթական ազդակն է, որ կրթական քաղաքականության մեջ դեռևս բացակայում է համակարգված ու մասնագիտական համաձայնության վրա հիմնված մոտեցումը։ Վստահ են, մինչև դասագրքերի մշակման գործընթացում չապահովվի մասնագիտական լայն ներգրավվածություն, թափանցիկ վերահսկողություն եւ բավարար ժամանակ, նման խնդիրներն ու հանրային դժգոհությունը չեն դադարի։